Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք մեկ անգամ ևս ասենք փառք քեզ Տեր Հիսուս, որ ծնվեցիր եկար աշխարհ, փրկելու մեզ հավիտենական կորուստից։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք փառք մեր Տիրոջը, որ իր գթած ողորմությանը համեմատ ցակող արեգակը վերեն մեզի այցելություն արավ։ Խավարի ու մահվան մեջ նստող ժողովրդին լույս տալու եւ մեր ոտքերը խաղաղության ճամփաների մեջ առաջնորդելու համար, որ մեզ փրկեց ու սուրբ կոչումով կանչեց մեզ, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանությանը նայելով, որ Քրիստոս Հիսուսով տրվեցավ մեզի հավիտենական դարերից առաջ, իսկ հիմա հայտնվեցավ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով, որ մահը խափանեց եւ իր լույս անեց կյանքն ու արմատությունը ավետարանի միջոցով։ Հիսուսը գալով աշխարհ հավիտենական կյանքի լույսը բերեց մեզ։ Մահը խափանվեց Հիսուսի միջոցով։ Մարդիկ, որ մահվան իշխանության տակ էին, մահը բոլոր մարդկանց դրա ուներ իշխանություն, Հիսուսը եկավ, ծնվեց, որպեսզի մահվան ձեռքից վերցնի այդ իշխանությունը, նա վերցրեց բալանին եւ իշխանությունը վերցրեց սատանայի ձեռքից եւ մարդկանց տվեց ազատություն, որպեսզի ով որ հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Փառք մեր Տիրոջը սրա համար։ Նա էր ճշմարիտ լույսը։ Հիսուս Քրիստոսը դա ճշմարիտ լույսն էր։ Հիսուսի աշխարհ գալուց առաջ ծնվեց Հովհաննես Մկրտիչը։ Հովհաննես Մկրտիչը ծնվեց, որպեսզի լույսի համար վկայություն տա։ Նա լույսը չէր, բայց եկել էր լույսի համար վկայություն տալու։ Այդպես ասում ավետարանն է։ Առաջի գլուխ Հովհաննու ավետարան։ Ուրեմն Աստծո գրկված մարդն է կար, որուն անունը Հովհաննես էր, ասիկա վկայության եկավ, որպեսզի լույսին համար վկայե, որպեսզի ամեն անոր միջոցով հավատան։ Ինքը չէր այն լույսը, ապա եկավ, որպեսզի լույսին համար վկայություն տա։ Ուրեմն Հովհաննեսը ծնվեց հատուկ նրա համար, որպեսզի լույսի համար, այսինքն Քրիստոսի համար վկայություն տա։ Ճշմարիտ լույսն այն էր, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորե։ Այո, ճշմարիտ լույսը, եղբայրներ, քույրեր, աշխարհ եկող բոլոր մարդկանց համար է, բոլոր մարդկանց լուսավորելու համար է, ոչ թե մարդկանց մի բազմության համար է, մի կտորի համար է, այլ ճշմարիտ լույսը եկել է ամբողջ մարդկությանը լուսավորելու համար։ Ինչպես արեգակը լուսավորում ամբողջ աշխարհի մարդկությանը, որ երկրում էլ որ դու ապրես, արեգակի լույսը հասնում է քեզ։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոսը, որպես ճշմարիտ արեգակ, ծնվել է մարդկանց սրտերը լուսավորելու համար։ Մարդկանց սրտերը խավարի մեջ էր, որովհետև մութ էր, մարդիկ մահվան մեջ էին ու չգիտեին ինչ պիտի անեն։ Բայց Քրիստոսը եկավ, ծնվեց եւ վերեց մեր սրտի մեջ լույս, որպեսզի մենք տեսնենք ու ճանաչենք եւ գնանք լույսի ետևից։ Հիսուս ասեց Հովհաննու 8-րդ գլխում 12 խոսքը. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևից կգա, խավարի մեջ պիտի չմնա։ Այո, աշխարհը խավարի մեջ է։ Միայն նա է լույսի մեջ, ովքեր որ գնում են Տիրոջ ետևից, սիրելիներս։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այո, Հիսուսը լույս է, եւ գալով մեր մեջ մեզ էլ է լուսավորում։ Մենք էլ ենք ունենում լույս, եւ մեր սրտից նույնպես լույսի ճառագայթներ է դուրս գալիս։ Եկեք նայենք Հովհաննեսին, ներողություն Ստեփանոսին։ Գործք առաքելոց գրքում կարդում ենք 6-րդ գլխի վերջի համարում, երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, քարերը գցում էին նրա գլխին, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ստեփանոսը նրանց չէր դատապարտում։ Ստեփանոսը նրանց չէր ասում, թե այդ ամբարտավան մարդկանց նրանց չէր ասում, թե Տիրոջը չէր խնդրում, որպեսզի Տերը նրանց ուրեմն սպանի կամ որևէ վնաս տա, այլ հրեշտակի պես է նրա երեսը։ Նա կարդում ենք, որ եւ Ատյանը 15 խոսքում
Գործ Կարաքելոց 6:15 Եվ ատյանը նստողներուն ամենը երբ անոր նայեցան, անոր երեսը հրեշտակի երեսի պես տեսան։ Հրեշտակի երեսի պես տեսան, որովհետև այդ լույսը, նրա մեջի լույսը դա Քրիստոսի լույսն էր, որ լուսավորում էր իրեն քարկոծողներին։ Նա իրեն քարկոծողների համար եղբայրներ քուրեր, անես չէր անում, նա չէր դժգոհում, չէր բողոքում, բայց իրան քարկոծողների համար ասում էր հայր ների իրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Ահա սա է եղբայրներ քուրեր, հին ուխտի մարդիկ այսպես չէին, հին ուխտը այսպես չէր սովորացնում ես, բայց Քրիստոս գալով փոխեց մեր սիրտը, նա եկավ մեր սրտի մեջ փոփոխություն կատարելու, մեզի նոր սիրտ եւ նոր հոգի տալու, եւ դրա համար Ստեփանոսը այդ նոր սրտով, լուսավորված սրտով տեսնում էր ամեն ինչ եւ ասում էր. «Փառք ես, Տեր, եւ տեսնում եմ, ահա կտեսնեմ երկինքը բացված եւ Աստծո որդին որ աշկոմը կանգնած»։ Փառք Տիրոջը եղբայրներ քուրեր։ Նրա համար երկինքը բացվել էր Ստեփանոսի համար։ Քարկոծելուց բացվում է երկինքը։ Եթե քեզ քարկոծեն, մի վախեցիր, սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, ինչպես ասում է մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսը։ Դուք մի վախեցեք նրանից, որոնք մարմինը կսպանեն եւ անկի ավելի բան մնել չեն կարող։ Հապա դուք նրանից վախեցեք, որ մարմինն ու հոգին մեկտեղ գերնի մեջ կկորսեցնեն։ Որովհետև նա ով որ իր մեջ ունի լույս, նա ով որ լուսավորված է Քրիստոսի լույսով, նա տեսնում է ապագան, տեսնում է նոր Երուսաղեմը, այն քաղաքը, որը հիմերով հաստատված է եւ որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Նա տեսնում է որպես այդ քաղաքի բնակիչ եւ նրա հույսը հավիտենականության մեջ է։ Եվ դրա համար նա ուրախանում է, երբ որ Քրիստոսի հետ ունենում է հարաբերություն։ Սիրելի եղբայրներ քուրեր, մենք կարդում ենք, որ երբ որ 119 Սաղմոսի մեջ կարդում ենք հետևյալ խոսքերը, 119 Սաղմոս 130 խոսքում ասում է հետևյալ խոսքերը, 119 Սաղմոս 130 խոսքը, հետևյալ խոսքերն է ասում. Քո խոսքերուդ հայտնվելը լույս կտա ու միամիտները իմաստուն կնե։ Քո խոսքերուդ հայտնվելը լույս կտա եւ միամիտները իմաստուն կնե։ Երբ այդ լույսը հայտնվում մեզ, երբ այդ լույսը մեր ներսում լինում, երբ որ Աստծո խոսքը հայտնվում է մեզ, իջնում է մեր ներսը, անցնում է մեր ներս եւ լուսավորում է մեզ։ Քանի դեռ Աստծո լույսը, քանի դեռ Աստծո խոսքը չի մտել մեր ներսը, մենք չենք կարող լուսավորվել։ Ինչպես որ Աստված հրաման նրա խավարից լույս ցակել, ինքը Քրիստոսը մեր սրտերի մեջ ցակեց։ Եվ դրա համար ինքը ծնվեց, որպեսզի մեզ լուսավորի։ Փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն միամիտը դառնում է իմաստուն։ Այո, ինչով է իմաստուն դառնում միամիտը Աստծո լույսով, երբ որ խոսքը հայտնվում է։ Այո, նորից եմ կրկնում եղբայրներ քուրեր, երբ որ Ստեփանոսին տարան ատյանը եւ նրա դեմ ամբաստանում էին եւ սուտ վկայություններ էին տալիս, նրա երեսը նորից եմ կրկնում հրեշտակի պես տեսան։ Ոչ թե զայրացած էր իրեն ամբաստանողների նկատմամբ, այլ հակառակը Ստեփանոսը լույսի մեջ փայլում էր եւ ասում էր հայր ների իրանց որ դեռ չեն հասկանում թե ինչ են անում։ Եկեղեցին այսօր եկեղեցին աշխարհի լույսը, սիրելի եղբայրներ քուրեր, դուք եք աշխարհի լույսը եւ դրա համար եթե լույսը խավար լինի, ալխավարը որ շատ պետք է լինի։ Սիրելիներս շատ հաճախ մեզ հարց են տալիս կամ շատ հաճախ ուրեմն բան են ասում թե արդյոք ինչպիսին է Աստծո արդարությունը, արդյոք արդար է Աստված, որ հին ուխտի մարդկանց կամ ամբարտավաններին կամ շատերին, որոնք ասենք թե իրանց կյանքում շատ դաժանություններ են արել, տարբեր մեղքեր են գործել, ինչպես է որ Աստված փրկում է, ինչպես է դա, արդյոք դա կարելի է որպես արդարություն համարել, երբ որ մարդը իր կյանքում շատ չար գործեր արել, բայց Աստված իրան փրկում է, եկել է փրկելու, նա փրկիչ է բոլոր մարդկանց համար, եղբայրներ քուրեր։ Այո, Ադամը մեղքի մեջ ընկավ, բայց Աստված միանգամից չսպանեց Ադամին։ Դավիթը մեղք գործեց, եղբայրներ քուրեր, համաձայն օրենքի նա պետք է մեռներ, բայց Աստված չի սպանում Դավիթին։ Ամեն անգամ, երբ հին ուխտում Աստված ողորմություն անում,
մեզ մոտ առաջանում է հարց, թե որտեղ է Աստծո արդարությունը։ Արդյոք Աստված արդար է, որ Դավիթին փրկեց, Ադամին չուղարկեց դժոխ, եւ հինուխ տունակ Մանասեն թագավորը երկրորդ մնացորդած 33-րդ գլխում շատ թագավոր էր, կռապաշտ մի թագավոր էր, ամբողջ Հրեաստանը կռապաշտությունով լցվեց։ Դրան ոտնակապերով կապեցին, տարան եւ հետո երբ որ նա այնտեղ ապաշխարեց, նորից բերեց վերադարձրեց իր թագավորական աթոռին։ Արդյոք սա արդարություն է, եղբայրներ քուրեր, մեզի հարց են տալիս։ Եղբայրներ քուրեր, այո, երբ որ Քրիստոսը խաչվեց այդ ժամանակ, կարծես Աստված սատանային կանչեց եւ ասավ, կարծես թե կանչեց եւ ասեց. դու ուզում ես իմանալ, թե ինչի ես չպատժեցի Ադամին, ինչի ես չպատժեցի Դավիթին, ինչի ես չպատժեցի այդքան հին ուխտի, թենոր ուխտի շատ մարդկանց։ Տերը ասում է սատանային, նայիր Գողգոթա, իմ որդին մեռել է դրանց համար, նայիր Գողգոթա, ու կտեսնես, թե որտեղ Աստծո արդարությունը։ Ահա արդարությունը, եղբայրներ քուրեր, նայեք Գողգոթան եւ կտեսնեք, որտեղ Աստծո արդարությունը։ Չարը կարող է նաեւ մեզ մեղադրել, թե մենք երբեմն չենք անում այն ինչ որ պետք է անեինք, բայց Աստծո նորից նայիր Գողգոթա, մենք որ մեզ Աստծուց բաժանում էր մեղքը, բայց հիմա այդ մեղքը վերացել է։ Հիսուս Քրիստոս աշխարհ գալով եւ հաղթելով Գողգոթայում մեղքը իսպառ վերացրեց, որպեսզի ով որ հավատա չմեռնի, այլ հավիտենական կյանք ունենա։ Փառք Տիրոջը դրա համար, եղբայրներ քուրեր։ Հովանու 10:10-ում կարդում ենք, որ ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք։ Հիսուսի աշխարհ գալու նպատակը նա է, որ մենք կյանք ունենանք, եղբայրներ, մենք չունենք այդ կյանքը։ Մեր կյանքը մարդկային մի կյանք էր, որը այսօր կա, վաղը չկա, որից հետո հավիտենական կորուստն էր, բայց Հիսուսը դրա համար է աշխարհ եկել։ Մեզի մի հատ մանուկ է ծնվել, սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված, հավիտենականության հայր, այդ մանուկը ծնվել է մեզի համար։ Փառք Տիրոջը։ Եվ այդ մանուկը քո համար էլ է ծնվել, սիրելի եղբայր եւ սիրելի քուրիկ։ Եթե դու այդ մանուկին դեռ չես ընդունել, եթե այդ Քրիստոսին դու քո մեջ չես արել, ապա իմացիր, նա ծնվել է նաեւ քեզ լուսավորելու, որտեղ ճշմարիտ լույսն նա, որ աշխարհի բոլոր մարդկանց է կլուսավորի։ Նա չի ուզում, որ մենք ունենանք, սիրելիներս, Աստված չի ուզում, որ մենք ունենանք աստվածապաշտության կերպարանք, այլ ինչպես որ ասում է 2 Տիմոթեոս 3:5-ում, աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց անոր զորություն ուրացել են։ Տերը չի ուզում այդպեսին, նա ուզում է, որ մենք լինենք ճշմարիտ աստվածապաշտ մարդիկ։ Նա չի ուզում, եղբայրներ քուրեր, որ մենք լինենք սիրուն մեռելներ, այլ ուզում է, որ մենք ունենանք կյանք։ Ինչպես Թաղման բյուրոյում գիտեք, չէ, մի անգամ ասել եմ, երբ որ մարդը մեռնում է, տանում են Թաղման բյուրո, այնտեղ գեղեցկացնում են, եթե կինը պամադա են քսում, չգիտեմ, զուգում, զարդարում են, դարձնում են գեղեցիկ մեռել։ Աստված չի ուզում, որ մենք գեղեցիկ մեռելներ լինենք։ Աստված ուզում է, որ մեր ներսում Քրիստոս կյանքը լինի։ Փառք Տիրոջը դրա համար։ Շատերը սիրելի եղբայրներ քուրեր չեն իմանում եւ չեն հասկանում, որ մտածում են, որ Աստված եկել է մեր խնդիրները լուծելու, Աստծո որդին եկել է, որ մեր խնդիրները լուծեն։ Բայց Տիրոջ գալու նպատակը ոչ թե նա է, որ մենք ինչ-որ որ մեր խնդիրները լուծվի, այլ նա եկել է, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ամենակարևոր խնդիրը կյանքի դա նա է, որ դու կյանք չունես, որ դու մահվան մեջ ես։ Ամենակարևոր հարցը քո համար դա է, որ դու ունենաս կյանք։ Իսկ խնդիրները Այս խնդիրը մի լուծվեց, մի հատ վաղը ու մի հատ ուրիշ խնդիր է, հետո լուծվեց մի հատ ուրիշ խնդիր է, եւ այսպես խնդիրները անընդհատ են, բայց իհարկե, եթե դու Տիրոջը ընդունում ես, նաեւ քո կյանքի եւ աստվածապաշտության բոլոր բաները նաեւ քեզ է տալիս։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր։ Այո, մեր Տերը փրկիչ է բոլոր աշխարհի մարդկանց համար։ Եթե հիշենք, եղբայրներ քուրեր, 1913 թվականին մարդիկ մտածել էին, որ մի հատ մեծ նավ ստեղծեն, որ այդ նավը շատ մեծ էլի, որպեսզի իրանց խոսքով Աստված էլ չկարողանա խորտակել այդ նավը։ Եվ Տիտանիկ անունով մի հատ նավ էին ստեղծել։ Եվ 1913 թվականին այդ նավը ուղևորվեց Մեծ Բրիտանիայից դեպի Նյու Յորք։ Այդ նավի մեջ կար 1700 հոգի բնակիչներ, 3 հարկաներ այդ նավը, շատ մեծ էր, նրա չափսերը շատ մեծ էր, ֆուտբոլի ստադիոնի չափ երկարություն ուներ։ Բայց այդ նավի մեջ կար նաև փրկարարական նավակներ։
Եվ եղավ, որ ընդամենը 3 թե 4 ժամից հետո այդ նավապետը սիգնալ ստացավ, սոս սիգնալ, որ վտանգներ կա, բայց նավապետը բանի տեղ չդրեց այդ սիգնալին, այդ լսած այդ սիգնալին բանի տեղ չդրեց, եւ մտածեց ինչ պետք է լինի, որ այս նավին որևէ մի բան վնասի, բայց շուտով տեսնում ենք, որ մի քանի րոպե հետո այդ նավը հարվածեց սարսափիկորին եւ նավը ջարդվեց եւ կամաց սկսեց խորտակվել եղբայրներ քուրեր եւ այդ նայուն կանանց եւ երեխաներին նստեցնում էին փրկարարական նավակներ եւ այդ նավակներով փորձում էին փրկվել երեխաները եւ կանայք առաջի հերթին եւ եղբայրներ քուրեր այդ նավի մեջ կար մի մարդ որը Չիկագոյի եկեղեցու հովիվն էր Ջոն Հարբեր Այդ մարդուն շատ անգամներ ասեցին, Ջոն Հարբեր, դու պատվավոր միազնավորություն ես, դու մարդկանց ավետարան ես տալիս, արի նստես նավակ եւ գնա։ Բայց Ջոն Հարբերը ամեն անգամ հրաժարվում էր եղբայրներ քուրեր։ Երեկա մի պահ, որ արդեն նավակները վերջանում էին, չկային, նորից խնդրեցին Ջոն Հարբեր, դու ես նավակը նստի, բայց նա ասեց. Ես ունեմ կյանք Ես որ մեռնեմ, ես որ սուզվեմ, ես գիտեմ, որ Հիսուսը ինձ է սպասում, բայց այս խեղճ մարդիկը ինչ անեն։ Եվ նա ոչ թե նստեց նավակը, այլ նավակ նստողներին նրանց ավետարան էր տալիս, ավետարան էր ասում։ Եվ վերջում մի հատ շվեդացի երիտասարդ կար, որ վերջինն էր ինքը, եւ իրան էին առաջարկել Ջոն Հարբերի նավակը, բայց Ջոն Հարբերի, բայց հրաժարվել էր նորից Ջոն Հարբերը։ Եվ այդ շվեդացի երիտասարդը սառել էր սարսափիկորի վրա ու երբ որ ինքը պատմում է հետագայում 2 շաբաթ հետո երբ որ գնում է Չիկագո եւ պատմում է թե ինչպես է ինքը ազատվել երբ որ պատմում ասում է Ջոն Հարբեր երբ որ աղոթեց իմ համար մի մեծ ջերմություն եկավ եւ մի հույս եղավ իմ մեջ եւ ես փրկություն գտա Ջոն Հարբերը մեռավ խորասուզվեց բայց այդ երիտասարդը փրկվեց այո սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ Այսօր Հիսուս մեռել է քեզ համար, նա մեռել է, որ դու փրկվես, նա աշխարհ է եկել, ծնվել է քո համար, որ ինքը մեռնի ու դու փրկվես։ Ահա մեր Տիրոջը եղբայրներ քուրեր, ասենք փառք ես Տեր, դու դրա համար ես աշխարհ եկել, դու եկել ես ոչ թե ապրելու համար, դու հատուկ ծնվել ես մեռնելու համար։ Օրհնյալ է Տիրոջ անունը եղբայրներ քուրեր։ Հավիտենական տարերից առաջ Աստված մի այդպիսի ծրագիր ուներ, եւ այդ ծրագիրը իրականացվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Եկեք սրտանց ասենք, փառք ես Տեր, մենք շնորհակալ ենք քեզանից, քո ծնունդի համար, քո ողորմության եւ քո շնորհքի համար։ Եվ այսօր ովքեր որ դեռ չունեն Քրիստոս իրանց մեջ, ովքեր որ լույսը դեռ իրանց ներսը չի թափանցել, թող այսօր ընդունեն Հիսուսին, քո համար փրկիչ է ծնվել, քո համար լույս եկել է, ճշմարիտ լույսը անա, որ աշխարհ եկող բոլոր մարդիկ կլուսավորի, Նաև քեզ ուզում լուսավորի, սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, սիրելի մարդ, լուսավորվի Քրիստոսի լույսով, աշխարհը խավարի մեջ եւ գնում է կործաման, բայց Քրիստոսը քեզ լուսավորում է, որպեսզի դու ունենաս հավիտենական կյանք եւ լինես նոր քաղաքի, նոր Երուսաղեմի բնակիչ, փողոցները թափանցիկ ոսկուց են։ Փառք մեր Տիրոջը, ասենք փառք մեր Տիրոջը, սրտանց փառավորենք նրա անունը։ Կանգնենք աղոթքի, շնորհակալություն հայտնենք Տիրոջը ծրա համար։ Ուզում եք մի հատ երգենք, որից հետո աղոթենք։